Այսպես, ես էլ ջուրը, ողջույն սիրելի հետևորդներ ջան, ինչպես տեսնում եք, ես պատրաստվում եմ բաղում գործեր անելու, ամեն ինչը բերել եմ պատրաստել ստեղ, որ համ ձեր հետ զրուցեմ, ասեմ թե ինչ եմ անելու, ու այսօր այն կողմ չընկնեմ, ամեն ինչը բերել եմ մոտս, այստեղ ծառերի տեղորայքներ եմ գնել, ինձ եմ մոտեցրել իմ էտիմոկրատը, քանի որ պետք է ձեռքի փոքր սղոցը, ցավոք սրտի չկարողացա այդ էլեկտրական այդ սղոցը աշխատացնել, քանի որ իր ակումուլյատորից չկարողացա ճարել, ճիշտն ասած այսօր զանգահարել եմ հենց այնտեղ, որտեղից որ այդ պատվերը տվել էինք, բայց ասեցին, որ առանձին ակումուլյատոր իրենք չեն ունենում, այլ դա ընդհանուր սղոցի հետ է լինում, ինչև է, քանի որ նաև ժամկետն էր անցել, քանի որ 1 տարուց ավել է ինչ-որ ունեմ, այդ պատճառով չկարողացա նորից այդ ակումուլյատորից հենց իրենց մոտից ձեռք բերել և էլի ընկա իմ ձեռքի սղոցի հույսը, ահա, մեկ սենց խոսք կար չէ մեր կանանց մեջ, որ երբ որ այս լվացքի մեքենաները դուրս էին եկել, հետո դե երբեմն լինում է, որ մեր ուզած ձևով չէ, այդ լվացքն անում, ասենք, այդ պահը կա էլի, ու սենց մեր մեջ ասում ենք, դե ձեռի արածն ուրիշ է, էլի, թմին այդ խոսքը հիշելով, որ ձեռի արածն ուրիշ է, գնացել եմ մեր պատվալներից, գտնել որն է, դե պատվալում եմ պահում իմ սենց ձեռքի գործիքները, ուղղակի մոռացել եմ, թե այլ այս էտիմոկրատի ու այս փոքր կացինի հետ սրել տամ, այդ երկուսն էլ Պահանիկի պապան է սրել, իմ հարևաններն են, իրենց տունը այս վերևն է, հա, մի խոսքով, սրանով կփորձեմ աշխատել, ձեռնոցներս իհարկե, իսկ հիմա անցնենք տեղորայքին, հա, այդ որ ասում եմ ձեռով լվացքի այդ պահը, որ մեքենաների արածին չենք հավանում, դե դա նայած մեքենա, ասենք կա մեքենաների տարբեր որակներ, տարբեր ֆիրմաներ, փառք Աստծո, ես իմ լվացքի մեքենայի կատարած գործից դժգոհ չեմ, շատ գոհ եմ, շատ լավ է լվանում, իսկ ոնց որ իմ ձեռի արած լվացքը լինի։ Դրա համար, սիրելի հետևորդներ ջան, լվացքի մեքենա ընտրելիս անգամ պետք է ուշադիր լինեք, որպեսզի իր այդ հզորությունը ուժեղ լինի։ Հիմա անցնեմ բուն զրույցին։ Տեսակ, որ ջուրը բերել եմ, ասեմ, որ 10 լիտր ջուր եմ բերել մաքուր, որպեսզի այստեղ տեղորայք ունեմ բացելու, հիմա հերթով ասեմ, այստեղ այն նյութն է, որը որ ծառերի այն ներքևի հատվածները, բնի հատվածները սպիտակեցնում ենք, չէ, բայց դրա հետ նաև տեղորայք ենք խառնում, որ ահա այստեղ կապել եմ, հիմա սա այսօր չգիտեմ, երևի սրան չհասցնեմ, քանի որ մինչև սրան քսելը շատ ավելի կարևոր տեղորայք պետք է փչեմ, հենց այս շրջանի համար ամենակարևորը, ահա, այս տեղն է, շատ էլ սենց ծանր հոտ ունի, պետք է խառնեմ այս սպիտակ նյութին, ահա, սա բացատրեմ, հետո անցնեմ առաջ, ու մեկ էլ այս սովորական ներքսելու չոտք եմ գնել, որպեսզի սրանով պետք է թաթախեմ դրա մեջ, հետո ծառերին քսեմ, իհարկե ձեր հետ միասին եմ անելու և կտեսնեք, թե ինչ հավես գործ է, ճիշտ է, դժվար է, ծանր գործ է, արևի տակ և այլն, բայց այգեգործությունը նման աշխատանքներ է պահանջում և եթե ուզում ենք մեր ծառերը առողջ լինեն, առողջ միրգ ստանանք, դրա համար հենց գարնան սկզբից արդեն իսկ պետք է զբաղվենք ծառերի բուժումով, սիրելիներս, հիմա սա նորից այստեղ այս դույլի այս հատվածից կապում եմ, չնայած ուր պետք է կորչի, որ, բայց թե ամեն դեպքում, երբեմն ասենք պատահում է, չէ, որ ինչ-որ մի բան մոռանում ենք,
թե որը ինչի համար էր, դրա համար հատկապես դեղորայքները կապ չունի ինչի համար է, պետք է մի քիչ զգուշ լինենք։ Քանի որ այսօր էի գնել ու բերել, էլ տուն չէի հասցրել, անմիջապես ստեղ թողել եմ, գնացել նկուղ այս սղոցը բերել, հետո այս փչելու լավ գործիքն էր այնտեղ, ապահով ձևով մաքուր փոշի չի նստած, քանի որ ծածկել էի և արդեն ուզում եմ դեղորայքը բացել։ Երևի տեսած կլինեք, ում որ ծանոթ չի, իհարկե, որ Գառնաշրջանում, հատկապես մեծ այգիներում կապույտ գույն է փչվում, չէ, կապտին է տալի այգիները, հենց այս տեղն է, սիրելի հետևորդներ ջան, որը մենք ասում ենք կիրուժանգար, բայց հիմա ասենք այնքան է էլի դե զարգացած ամեն ինչը, նաև կա պատրաստի լուծույթը, ես գնել եմ պատրաստի լուծույթը, որին այդ վաճառողը ասում է բորդո, նաև սիրելիներս, ասեմ, որ ծալամները դեռ իմ բակով մեկ շահուտ արապ եղած է, չեմ հավաքել, քանի որ բոլորովին ժամանակ չկար։ Իսկ սա, սիրելիներս, լվիճի դեղ է, ակտարո է գրած, որը բոլոր տեսակի բանջարեղենների, սենյակային բույսերի, ծառերի, լվիճների համար է։ Այս լավ հիշեք անունը, մի խոսքով նորից եմ ասում անունը, ակտարո, սիրելիներս, սա ես բերել եմ հիմնականում իմ սենյակային բույսերի համար, քանի որ վերջերս նկատեցի, որ այն սպիտակ թիթեռնիկներ, որ միշտ ասում էի, դրանք հայտնվել են իմ ծաղիկների վրա, հիմնականում այս շրջանում են դրանք հայտնվում, և ես արդեն սրանից 2 տուփ բերել եմ, սա մեկ հատը 10 լիտրի համար է, ես պետք է աչքաչափով մասերի բաժանեմ, և իհարկե 10 լիտր կարիք չկա, որ սենյակային ծաղիկներին փչվի, երևի 1 լիտրը կհերիքի, այդպես բացելու եմ թղթի վրա, մասերի եմ բաժանելու, միշտ այդպես եմ արել և չեմ սխալվել, ինչևէ սա դրա համար եմ բերել, չնայած ասեմ, որ այս լվիճի տեղը նաև վարդերի լվիճի համար է օգնում, մի խոսքով սա լիքը բաներ կա, ես արդեն դե սեզոնը բացվել է, հերթով կանեմ ու կտեսնեք, սա էլ եմ այստեղ դնում և քանի որ սրան չի կարելի արևի տակ երկար պահել, ապա հենց այսպես ես տանեմ ստվերում տեղավորեմ, հետո վերադառնամ պատրաստելու համար, արդեն իսկ փչելու համար դեղորայքը։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, ամեն դեղորայքը տարա ստվերում դրեցի, համել դե որ արդեն մի պահ կադրից դուրս է եկել, ես էլ տարա այնտեղ հարմար տեղ ունենք էլի, ջրով մի հատ ստուգեցի, ամեն դեպքում եկել անցած տարի եմ օգտագործել, մի հատ ջրով փորձեցի, հետո ավելի վստահ հիմա արդեն տեղը կսարքեմ, այսպես, ինչպես միշտ հավերը ձայնից վրա հավաքվել են, ինչքան էլ քշեցի, էլի գալիս են, ձեռնոցներն եմ հագնում, քանի որ արդեն իսկ տեղը պետք է բացեմ ու այս տեղը ասեմ, որ շատ ուժեղ ձևով ձեռքերի վրա դաջվող դեղ է, արևն էլ արդեն քանի որ երեկոյան կողմերն ենք մոտենում, սիրելիներս, արդեն մեկ կորչում է, մեկ պայծառաշողշողում, մեկ էլ ամպերի տակն անցնում, շուտով արդեն լրիվ կանցնի սարի մյուս կողմը, միշտ ասել եմ, չէ, որ մենք գտնվում ենք մեծ բարձր սարի այս մյուս կողմում, և արևամուտը մեր տնից չի երևում, այսպես, հիմա, քանի որ ինքը արդեն իսկ բացած դեղորայք է, անմիջապես կարող եմ լցնել, շատ սիրուն կապույտ է, ճիշտ է, ես նենց զգուշ աշխատող եմ, բայց արդեն պետք է էլի, որ ձեռնոց հագնեմ ամեն դեպքում, հետո արդեն ջրով, որ յուրաքանչյուրեն մի գրամը գա էլի, դեղի կորուշտ չունենամ, սիրելիներս, հենց այսպես էլ պետք է,
պետք է ոնց որ ամեն ինչի հենց գրամները չգիտեմ, ասեմ, խնայենք, թե ճիշտ օգտագործենք, երկու դեպքում էլ սազ կգա, որ այդպես ասվի, ահա, երբ որ արդեն ընդհանուր ջուրը լցնեմ, ինքը արդեն կխառնվի իրար, բայց այստեղ մի հատ ավելի լավ է, այսպես թափահարեմ, քանի որ շատ ամուր է կպած, ահա, արդեն ոնց որ թե բացվեց, այսպես, մի հատ էլ, դրա համար էլ այսպես, այս միլիտրը առանձին էի բերել, այնպես չի, որ առաջ անգամ եմ էլ այստեղից անում, միշտ սիրել եմ, որ դեղորայքի այս ամեն մի գրամը մաքրեմ, լցնեմ այստեղ, ահա, հիմա արդեն ամբողջ ջուրը կարող եմ լցնել, հանք ասես տեղապահով տեղ դնեմ, որ հավերը չկպչեն ու չջարդեն քշա, այնքան շատ գործ ունեմ, էլ ասելու չի, ահա, այսպես, և զգուշորեն ջուրը լցնեմ, այսքանը 10 լիտրի համար էր, ահա, ընտիր ձևով ինքը հիմա կգնա կխառնվի, այս գործիքը ուղղակի իմ համար փրկություն է, թե խաղողի վազի այս բարձր թալվարին տեղը փչելու և թե իհարկե ծառերին, ովքեր նոր են միացել ինձ, սիրելիներս, ասեմ, որ սա էլեկտրական է և արդեն երբ որ իր ուժը, իր լիցքերը հատնում եք, կարող եմ այդպես հեռախոսի նման զարյատկի միացնել, որպեսզի լիցքավորվի, ահա, սա արդեն այսպես և մի կողմ, քշա, գնացեք հլա, ձեր կտի ժամը չի, քշա, ահա, ձենս լսում են ու գալի, այսպես, հիմա ամուր քակում եմ, բայց այստեղ նաև էլի մի հատ պայծ ունեմ, քանի որ իմ ամփուշմոշի թուփը այդպես դեղցենու վրա կարելի ասել փաթաթված է, պետք է այն էլ կտրեմ, մի քիչ հեռացնեմ, այստեղ պետք է ամուր փակեմ, բայց եկեք մի հատ փորձարկենք, հա, այսպես, միացնում եմ, քիչ առաջ միացավ, հիմա, ահա, սկսեց աշխատել, ահա, և այսպես, ահա, տեսակ չէ, սիրելիներս, որպեսզի դեղի կորուստ չունենամ, նաև այստեղ անջատեմ և հիմա եկեք միասին էդի մկրատը ես վերցնեմ ու գնամ դեղցենու վրայի այդ փաթաթված ամփուշ մոշի ճյուղերը պետք է մեջտեղից կտրեմ ու ամենքը մի կողմի վրա տարածեմ, քանի որ չգիտեմ, ամփուշ մոշը ինքը այստեղը չի պահանջում արդեն 3 տարի է այստեղը, միշտ այստեղը, ոնց անես, իր վրա էլ այդ կաթիլները գնացել, չի վնասվել, բայց ամեն դեպքում ուզում եմ արդեն կտրել ու առանձնացնել։ Ահա, մի փոքր հեռու եմ ընկնում ձեզանից, սիրելի հետևորդներ ջան, բայց ես արագի մեջ կտրեմ, որպեսզի գործս արագ գնա, ասեմ, որ դեղցենու այդ ճյուղերն էլ դեռ էստեղ, չեմ հասցրել հավաքեմ։ Դե ոչինչ, արդեն կամաց, այդ էլ կսկսեմ, կարևորը մի հատ
որ այս դեղը փչեմ, ամենակարևորը հիմա այս պահին իմ համար դա է։ Ահա, այս միջուղը հիմա պիտի այստեղից կտրեմ։ Այնտեղ գնացել է ամրացել։ Այս ինչքան էլ երկար էլ Աստված ջան, ահա։ Հիմա ուզում եմ այս հատվածից կտրել։ Ահա։ Սա որ այսքան երկար էլ է, աշնանը, լա նույնիսկ ամռան վերջին, այդպես բերել է ու ոչ թե բերել է, ինքը այսպես եկել էր, սիրել էր իր տեղը, ես էլ քեզ թողեցի։ Այնտեղ մի մասը արդեն հողի մեջ է ու արմատակալված է։ Սրան այս կողմ եմ բերում զգուշ։ Հետո երկրորդն եմ կտրում։ Մի քանի հատ եկել է թենց։ Այս միջուղը թողել եմ։ Դեռ ստեղծեն ու վրա էլ կտրելու ճյուղը էլ կա էլի, որը որ դեմոկրատիկ չէ, դրա համար էլ մնացել է։ Հիմա այստեղ չափուձև եմ անում ես։ Այսպես։ Այս մեկն էլ կտրեցի։ Պետք է զգուշ աշխատեմ, որ իր բողբոջներին չվնասեմ։ Մնաց այս մեկը, ոնց որ։ Սա։ Այստեղ 3 քափ, չէ, 4 հատ ճյուղ ունեմ եկած, որ արդեն եկել է ու արմատակալվել է։ Այս մեկն էլ կտրեմ։ Սա հատկապես նրա համար է լավ, որում հեշտ աշխատեմ այս կողմը։ Հիմա այս ճյուղը պետք է սղոցով կտրեմ, սղոցը վերցնեմ, որ անտեղի այդ տեղորայքը չգնա, ահա ձեռքի սղոցն է, սիրելիներս։ Հիմա փորձեմ սղոցով կտրել։ Այն օրը կիսատ մնացել է այս սրա պատճառով։ Լավ էլ կտրում է։ Մի քիչ էլ ես օգնեմ, այսպես կռացնեմ, որ կոտրվի, գործը արագան է, էլի։ Լավ ներել է այդ սղոցը, թե ոնց այդ ակումուլյատորը փչացավ։ Բարձր գնիթ հենց բաներ են արտադրում, հետո հենց մի փոքր դետալ, չգիտես, ինչ են անում, ինչ չեն անում, հետո մարդիկ արդեն հիասթափվում են հենց գործիքներից։ Արդեն շատերին գիտեմ, որ դրանցից ունեն ու բոլորի մոտ նույն վիճակն է։ Այնքան որ այս մեկը կտրեմ, ստացվեց։ Այս միջողը պետք չէր ինձ էլ ընդհանրապես, հիմա սա ներքևի մասը ու կմնա, բայց սա եւի է դեմոկրատը կանի, քանի որ է դեմոկրատը սրել տվեցի։ Այսպես, համել այս կտրածի ստեղը պետք է սիրունացնեմ։ Ահա։ Այսպես։ Ահա, սրա
Դրանից էլ ազատվեցիմ տեղցեն ու ծառը։ Մի հատ էլ այդ սղոցով կտրածի տեղը սիրունացնեմ։ Շատ բարի։ Ամեն դեպքում մի հատ էլ այսպես նայեմ։ Այն կողքի մոշի թփերն էլ մի կողմ տանեմ։ Այս ճյուղերն են։ Այստեղ մի հատ էլ ունեմ սղոցով կտրելու բայց, սիրելի հետևորդներ ջան։ Արդեն այսքանը կտրել եմ։ Մի քիչ մնացել, ասի էդ էլ համձեզ ցույց տամ, այս մի ճյուղը ցած է անգնում սենց ու իմաստ չուներ պահելը, բայց այստեղ մի բայց կա, որ ոչ թե պիտի այս մասից կտրեի, այդ պիտի այս մասից կտրեի, այս սենց, բայց դա էլ չեմ թողնի, մի օր մեկին կխնդրեմ, այն մեծ փայտ կտրելու դրուժբով, սիրան այստեղից կկտրեն ու իմ ծառը կսիրունանա։ Հիմա շարունակեմ։ Այս ձևով պիտի կտրեմ։ Տեղցենին ինքը ամուր ծառ է, էլի, շատ ամուր է իր փայտը։ Այստեղ էլ ոտքով պահել եմ ճյուղը, այսենց ոտքով պահել եմ ճյուղը, որ կարենամ։ Այս մի ավելորդ ճյուղը, սիրելի հետևորդներ ջան, որը ընդհանրապես պետք չէր թողնել։ Հիմա սա էլ եմ ներքև նետում և արդեն անցնում եմ դեղորայքը սրսկելուն։ Արդեն արևը ստվերակցել է այս կողմ, բայց դա չի խանգարում, որ ես շարունակեմ աշխատել։ Այս ընթացքում նաև այս գործիքն եմ մոտեցրել ինձ։ Ընդհանրապես սա այստեղ չի մնալու, էլի պետքա սենց պտտվեմ իրա 4 կողմ, որ քանի որ մի քանի ծառի վրա պետքա այս տեղը սրսկեմ, նենք չլի, որ անկապ չեմ, տեղը օդում գնա կորչի։ Դրա համար պետքա այս գործիքը հետս պտտեմ, որ ամեն ճյուղին էլ նորմալ սրսկվի տեղը, համել, չեմ մոռանում նաև քամի ուղղությունը ճիշտ վերցնել և սկսում եմ, տեսնեմ քամին ինչ կասի, ոնց որ թե լավ է, պետք է ամբողջ ծառի կեղևը այստեղով ներկվի, բայց ոնց որ թե այս գործիքը պիտի ձեռքս վերցնեմ, ավելի ճիշտ կլինի, չնայած որ ծանր է, ինչ արած, հենց որ չորանում ասիրուն կապույտ գույն է ստանում ծառը, ցույց կտամ, իհարկե ոչ այսօր, հաջորդ օրը արդեն։ Ջան, հենց այս ձևով էլ շարունակելու եմ, սիրելիներս։ Մի հատ էլ այս կողմից, ինչքան էլ քամին տանի, միևնույնն է, ծառը ինքը իրանը վերցնում է։ Հիանալի։ Այս դեղորայքը լրիվ պահպանում է վնասատուներից։
Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, դեղցեն ու սրսկելը վերջացրի, հիմա էլ եկել եմ այս կարմիր խնձորենու մոտ, բայց պետք է նախքան դեղը սրսկելը էտեմ, քանի որ գիտեք, զբաղվածությունը շատ է եւ նախապես չի արել, որը չի խանգարում իհարկե, արագ կետեմ։ Նաև ասեմ, որ այս ընթացքում համեն խոշոր սալորենին եմ էտել ու սրսկել, համել այն շատ բռնող խնձորենին, այն մյուս կողմի։ Մնացել է այս մեկը, սիրելիներս։ Այս էլ ձեր հետ այդ գործը անեմ ու արդեն կավարտեմ։ Այսպես։ Հենց այս ձևով էտելու եմ, սիրելիներս։ Ահա։ Այսպես, հրաշալի բերք է երևում, անցած տարի 3-ն էր, թե 4-ը, հիշում եք, ցույց եմ տվել, ահա, տեսնեք այս տարի քանի հատ կլինի, գիտեք, որ ծառը երիտասարդ ծառ է ու նոր է բերքի տակ մտնում, հատկապես խնձորենու տեսակ կա, որ օրինակ ինքը շատ ուշ է էլի բերքի տակ մտնում, ահա, նաև էտելու ժամանակ պետք է ուշադիր լինենք, եթե դուք սիրում եք նման գործեր եւ ինքնուս եք, ինչպես որ ես, ապա սիրելի հետևորդներ ջան, շատ զգույշ կլինեք, բողբոջը ինքը ճանաչելի երևում է։ Ահա։ Այսպես։ Ջան։ Ընտիր։ Ոնց որ թե բողբոջներ կան վերքի, ահա, հիմա տեսնեմ սանցից, որ մեկն եմ թողնում, հա, սիմիչկա, եկել ես կարանջուկ, աղցի, ահա, այս մեկը երևի ստեղից կետեմ, սիրելիներս, ահա, փախար սիմիչկա, եկար քեզ ցուցադրեցիր, տեսնում եք սիրելիներս, եկավ իրան ցուցադրեց ու գնաց, լավ, այս մեկը մի քիչ դժվար ասա թողնեմ, դա վերջում, ընդհանրապես տենց է, չէ, գործի դժվարը չենք սիրում սկզբից անել, որ շուտ չհոգնենք, ահա, այս մեկն էլ, հիմա սա եմ իջեցնում, և այստեղից, ահա, այս մեկն էլ այստեղից, Եվ ոնց որ թե ստացվում է, քանի որ միտք ունեմ այս միջուղը կտրելու այս մասից, սա կթողնեմ և պտտվում եմ այս կողմ, ընտիր, ինչքան ծառը էտած ենք պահում, այդքան համ ծառն է երիտասարդ մնում, համ էլ բերքն է լավը լինում, այստեղ լրիվ մրգի բողբոջներ են, այսինքն անցած տարվա էտած ճյուղի վրա արդեն բերք է երևում, ու այս ձևով, սիրելիներս, եթե ես ամբողջ ընթացքը նկարահանեմ, շատ երկար կտևի, ջաննա, այնտեղ ես հասկացա, որ իմ սպիտակ այն աքլորը, որ միշտ կասկածում էի, իսկապես աքլորա, քանի որ իր գործը արեց, ջան, միշտ կասկածում էի, քանի որ ինքը հենց թափով է, բայց ախր աքլորի պոտ չունի, էլի, բայց շատ լավ էր, շատ հիանալի, քանի որ հենց իրեն էի ուզում որպես աքլորացու պահել, մի քիչ գործից շեղվում ենք, բայց թե դե ոչինչ, քանի որ աննկարագրելի ուրախություն է, ասենք, երբ որ ապրանք ենք պահում, հետո հատկապես, երբ որ ուզում ենք հենց այդ տվյալը պահենք, հիմա արդեն ես համոզվեցի, որ կարող եմ սպիտակ աքլորից աքլորացու պահել։ Ջան եմ ասել է, դե հիմա սիրելիներս առանց ես շարունակեմ էտել և դեղը սրսկելու ժամանակ նորից կմիանամ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, խնձորենին էլ եմ էտել, մնացել է մի ճյուղը մենակ, հա, մի փոքր էլ նստել եմ հանգստացել իմ հավեսով, նենց չէ, որ շնչակտուր եմ անում ամեն ինչը, պետք է նաև մի քիչ նստենք, հանգստանանք, մեր շրջակայքը նայենք,
Մի խոսքով, հանգստանալը նույնպես պետք է գործի ընթացքում։ Հիմա այս երկու ճյուղն էլ կտրեմ։ Եվ համեմատած դեղցենու հետ խնձորենին շատ ավելի հեշտ է այդվում։ Մի սատ այն ոնց որ սիրում եմ ասել, կտկտալ է, մի սահաթումը էտեցի։ Ահա։ Այս մի ճյուղն էլ էտեմ ու որի վրա լավ բերք է երևում։ Այսպես, ահա, ես էլ ես կողմից, ես մեկը, ես էլ ստեղից, ես մեկը մնացել աստեղ, ահա, ոնց էլ անում ենք, նաև արանքներում մնում է, էտ էլ հետո, ասենք որ կողքի եմ կանգնում, մի հատ հեռվից նայում եմ, հետո տեսնում եմ, որն է պակաս ու էտել եմ էտում արդեն, շատ լավ է, փառք Աստծո, իսկ հիմա, սիրելի հետևորդներ ջան, էտի մկրատը մի կողմ եմ դնում և արդեն տեղը սրսկում, որից հետո արդեն, չգիտեմ, էլի գործեր կանեմ, թե չէ, ինչև է, Մինչև մութն ընկնելը կարող այլի ինչ-որ մի գործել առաջ գցեմ, քանի որ եղանակը շատ լավն է, տաք է, քամի էլ չկա։ Լավ, դե հիմա արագի մեջ սրադեղն էլ փչեմ ու ավարտեմ։ Ահա։ Այսպես։ Իդեպ ասեմ, այս բոթացներս արդեն այգու բոթացներ եմ սարքել։ Եվ սկսեմ։ Ինչ հակլորիկ, ինչ եք տեհել։ Ջան, թող բերքը լավ լինի, առատ լինի, տարին խաղաղ լինի և իհարկե բոլորիս էլ առողջություն լինի։ Պտտվում եմ այս մի կողմից, Քամին էլ չխանգարեց է, շատ լավ էր։ Եվ այսպիսով ավարտեցի գործը, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ մեջը դեղ է մնացել, էդ էլ այգում ասենք փոքր բալենի ունեմ են կողմում։ Ես էլ կտանեմ նրա վրա կսրսկեմ, նաև կետեմ, այս նույն եղանակով, իսկ հիմա սիրելիներս, բոլորիդ ասում եմ առայժմ, լավ եղեք և առողջ եղեք։